Հարգելի Հայաստանի Հանրապետության պատվիրակություն, բարի գալուստ Ղազախստան։ Այսօրվա հանդիպումը մեծ նշանակություն ունի երկու կողմերի համար։ Մեր ժողովուրդները կապված են սերտ կապերով, փոխադարձ հարգանքով։ Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է առանցքային գործընկեր առևտրային և տնտեսական կապերի համար։ Ղազախ ժողովուրդը մեծապես հարգում է հայ ժողովրդին, հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և ավանդույթները։ Այսօր Հայաստանը դարձել է Ղազախ ժողովրդի համար շատ սիրելի զբոսաշրջային ուղղություն։ Մեր երկրների միջև տեղի են ունեցել էական կարևորության միջոցառումներ, որոնք մեր երկու երկրները ել ավելի են սերտացրել։ Ղազախստանի մշակութային օրեր են անցել Երևանում տեղի է ունեցել և բացվել է Ապայ Կունամբաևի անվան պուրակը։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, մեծարգո պարոն վարչապետ, մենք բարձր ենք գնահատում ձեր այցը, ձեր գործողությունները, որպես մեծ հարգանք Ղազախ ժողովրդին, այդ նախաձեռնությունները վկայում են, որ մեր բարեկամությունը ամուր է և գոյություն ունի փոխադարձ հարգանք Ղազախստանի և հայ ժողովրդի միջև, մեր երկրների միջև բաց հարաբերություններ են հիմնված փոխվստահության վրա։ Մեր փոխադարձ համագործակցությունը սերտ է թե տարածաշրջանային, թե միջազգային հարթակներում, մեր համագործակցությունը թե առևտրատնտեսական, թե մշակութամարտահրավերական, թե կրթական ոլորտներում էապես և շարունակաբար զարգանում է։ Ես ցանկանում եմ ընդգծել, որ մեր մեջ պետական հարաբերությունները առանձնահատուկ են և մենք ունենք մեծ հնարավորություններ բազմակողմանիորեն զարգացնել մեր համագործակցությունը և այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթղթեր, ներառյալ փաստաթուղթ, որպեսզի բարձրացնենք մեր հարաբերությունները երկու երկրների միջև և դարձնենք ռազմավարական հարաբերություններ։